կարդում եմ անուն ազգանունը, ես կանգնում եմ, ինքը նայում է ինձ ու ասում է, աղջիկ ես թե տղա։ Ես ասում եմ, իսկապես իր հայրը գեղեցկության էտալոն, էսում այս երեխեն նման։ Իր ընտրությամբ ես ընտանիք ունեցա, որովհետև ինքը որոշեց, որ ես պետք է ամուսնանամ այս երիտասարդի հետ։ Իմ խորին համոզմամբ ես վստահ եմ իմ ասածի մեջ, թող մեր աղջիկները ինձանից չնեղանան։ Օջախը պահողը միևնույնն է կինն է։ Իմ համար հայ կանայք միշտ ամենալավն են։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, ես ուրախ եմ, որ իմ ժողովուրդն էսպիսին է եւ վստահ եմ, որ մենք լավ ենք լինելու ավելի։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում, եթե չեք դիտել մեր հաղորդումները եւ առաջին անգամ եք միացել մեզ, առաջարկում եմ անպայման բաժանորդագրվել, որովհետեւ շատ հետաքրքիր է միշտ այստեղ կանանց հետ հաճելի զրույցներ ենք ունենում եւ այսօր իմ հերթական հյուրը մի շատ հետաքրքիր կին է, վստահ եմ շատերդ նրան ճանաչում եք, բայց այսօր պիտի փորձեմ բացահայտել նրան բոլորովին այլ տեսանկյունից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մոռացա ասել, իմ հյուրն է Խաչանուշ Հակոբյանը, հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրենը։ Բոլորը ձեզ գիտեն որպես հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրեն, շատ եք հարցազրույցներ տվել, եւ այսօր իսկապես ուզում եմ այնպես լինի, որ նաեւ ձեզ հետաքրքիր լինի, որովհետեւ մենք մի փոքր այլ ուղղությամբ ենք այսօր խոսելու։ Շատ ավելի լավ։ Տիկին Հակոբյան, ամենակարևորը բոլորը գիտեն նաեւ, որ դուք Գավառից եք, ես սիրում եմ ասել Քյավառցի, որովհետեւ իմ ամենամտերիմ ընկերուհին նույնպես Քյավառցի եւ ես այնքան շատ բան գիտեմ արդեն ձեր մասին եւ ամենաառաջինը գիտեմ, որ շատ հյուրասեր եք բոլորդ եւ ամեն անգամ տարբեր տեղերում, որտեղ որ ես եղել եմ եւ դուք հյուր եք եկել, միշտ գալիս եք եւ Քյավառի փախլավայով, գաթայով որ չաղացնեմ ձեզ։ Եվ դա շատ իսկապես շատ հաճելի է։ Արդյոք հենց Քյավառցիներին է դա հատուկ, թե ուղղակի այդպես է ստացվել։ Ես կարող եմ վստահ ձեզ ասել, նախ ասեմ, որ Քյավառում շատ քիչ եմ ապրել, շատ քիչ։ Բայց դա նշանակություն չունի, ես միևնույնն է ինձ համարում եմ Քյավառցի, որովհետև արյանս մեջ ուղնուծուծով ես մնացել եմ նույն Քյավառցին եւ ասեմ, որ Քյավառցիների 95%-ը հյուրընկալ մարդիկ են եւ կարող ես դու ուղղակի գնալ դարպասից ներս մտնել ու ասել մեկ բաժակ ջուր խնդրում եմ, քեզ սեղանը գցեն, նստեցնեն, ուտացնեն, խմացնեն, ուղարկեն։ Մենք այդպիսին ենք։ Դա մեր բնույթն է, դա մեր տեսակն է եւ կարծում եմ, որ դա մարդկային է։ Տիկին Հակոբյան, գիտեմ, որ Քյավառցիները նաեւ շատ ավանդապաշտ են։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել հանդիպելու եւ աշխատանքային առումով եւ ընկերական հանդիպումներ եւ հասկացել եմ, որ մի տեսակ այդ ավանդական գիծը շատ ուժեղ է քյավառցիների մոտ։ Ցավոք սրտի եւ իմ մեծ ուրախություն ինձ, մենք իսկապես ավանդապաշտ ենք եւ չգիտեմ, հիմա շատ է փոխվել, շատ բաներ են արժեքները կորցրել, շատ բաներ են արժեզրկվել, շատ բաներ են փոխվել բոլորովին այլ ուղղություն ստացել, բայց Քյավառի այդ ավանդապաշտությունը թասիբով, նամուսով իրենց մեջ մնացել է։ Այո, մնացել է դեռ։ Եվ ես դրա համար ուրախ եմ։ Բայց արդյոք դա երբեմն չի խանգարել ձեզ, ուզում եմ մի փոքր խոսենք ձեր ընտանիքից։ Դուք միշտ հարցազրույցներում ասել եք, որ ձեր հայրիկը շատ ավանդապաշտ է եղել։ Դա մի կողմից լավ է, մի կողմից վատ իմ կարծիքով։ Այո։ Ինչպիսին է եղել նա ձեզ համար որպես հայր։ Մանկությունը, երբ որ հիշում եք հայրիկի հետ կապված, ի՞նչն է ավելի շատ տպավորված։ Գիտեք, ես հայրիկիս անունը հենց տալիս են, հպարտության զգացում եմ ունենում ամենաառաջինը։ Քանի որ մինչև հիմա երկար տարիներ են անցել մահվանից հետո ցավոք, բայց ուր մտնում եմ, որտեղ որ լսում են ով եմ ես, անմիջապես ասում են, «Էդ ինչ լավ մարդ էր ձեր հայրը» եւ սկսում են պատմել իր հետ կապված տարբեր ինչ որ տենց միջադեպեր եւ այլ եւ քեզանից անկախ մի տեսակ sense սիրտդ ուռչում, դու հպարտության զգացում ես ունենում, ասում ես ինչ մարդ է եղել իմ հայրը, բոլորը իրեն սիրել են, բոլորը իր մասին լավ բաներ են հիշում, իսկապես բոլորը, որևէ մեկին չեմ տեսել, որ ասի, այս մարդին դե լավ է, տենց բան չկա։
Եվ իհարկե չեմ կարող չհիշել, որ ինքը իմ ճակատագրի մեջ իր ձեռագիրը թողեց եւ բոլորիս ճակատագրի մեջ իհարկե, բայց իմ պարագայում ինքը ինձ արգելեց բժիշկ դառնալ, բազմիցս պատմել եմ սրա մասին եւ ստիպեց ինձ, որ ես դառնամ տնտեսագետ, տարավ ինձ Պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտության բաժինը, որտեղ ես գնացի եւ ընդունվեցի բնականաբար, որտեղ պարապել էի բժշկականի համար։ Բոլորս է հիշում ենք, Պոլիտեխնիկական ընդունվելը հեշտ էր, բայց սովորելը տառապանք։ Ու ես սովորում էի այդ ինստիտուտում շատ լավ, որտեղ չէի ուզում, որ հայրիկիս գնան ասեն, քո աղջիկը մի քիչ ոնց որ թե կաղում է կամ լավ չի սովորում, ինձ սպանելով, մորթելով սովորում էի, որ բոլորը ասեն, ապրեսես, ինչ լավ ես սովորում։ Այն ժամանակ մի քիչ ուրիշ էր դրվածքը ու կյանքում չեմ կարող մոռանալ։ Ունեինք դասախոս շատ հետաքրքիր կին էր, շատ արտաքինով, աչքի ընկնող, հետաքրքիր կին, կանացի, բայց մենք երեխա էինք։ Ես օրինակ շատ նվազ, շատ նիհար, շատ թույլ տվեք ասեմ, ոչ գեղեցիկ մի հատ աղջիկ նիհար, որը նստել է նստարանը սեպտեմբերի առաջին օրը եւ այս տիկինը մեր մոտ ներկա բացակայանում, կարդում է իմ անուն ազգանունը, ես կանգնում եմ, ինքը նայում է ինձ ու ասում է, աղջիկ ես թե տղա։ Ես ասում եմ, իսկապես։ Ես ասում եմ, ես աղջիկ եմ, ասում եմ, ես էլ 16 տարեկան եմ, շուտ եմ դպրոց գնացել, շատ ավելի փոքր եմ երևում եւ ինքն էլ մտածում է, այսով է, ինչ է, մեկ է նորից կարդում է անուն ազգանունս, հայրանունս, ասում է դու մեր Հրանտի աղջիկն ես, ասում եմ այո, ինքը լսարանին ասում է իր հայրը գեղեցկության էտալոն, էսում այս երեխան նման Բոլորի ներկայությամբ։ Բոլորի։ Եվ դա սեպտեմբերի առաջին օրն ես բնականաբար շատ հուզվեցի, շատ ազդվեցի, բայց ինքը այնքան լավ կին էր, հետո մենք շատ լավ իհարկե մտերմացանք, ընկերացանք, հետո բնականաբար իմ խումբը ինձ շատ սիրեց, որովհետև ես իմ քյավառական հատկանիշներով չէի կարող մնալ։ Երբեք չեմ մոռանում հայրիկիս հպարտության հետ, թե ինչ մեղք էի ես այդ օրը, որ իմ հայրիկը շատ սիրուն տղամարդ է, իսկ ես անճոռնի ճուտի կսեի։ Տիկին Հակոբյան, դրանից հետո ո՞նց եք ասում շատ լավ կիներ, Լավ կիներ ինքը, հետո ինքը իմ դիպլոմայինի ղեկավարն էր, մենք ընկերացել էինք, հետո բայց ես իրեն հարցրի ասի, բայց ինչի ինձ այտենց վիճ, ասում այս ինձանից անկախ ասեցի, որովհետև շատ զարմացա, որովհետև պապայիս Արտակին իսկապես շատ գեղեցիկ տղամարդ էր։ Քանի որ այս խոսակցությունը բացվեց, ես ուզում եմ մի բան ասել։ Ձեր հարցազրույցներում այո, երբեմն ասել եք, որ միշտ ձեր քիթը ձեզ խանգարել է, այսինքն սկզբում շատ կոմպլեքսավորվել եք եւ բնականաբար, երբ որ դասախոսը բոլորի ներկայությամբ այդպիսի բան է ասում, պատկերացնում արդեն ձեր հոգեվիճակը։ Բայց գալիս է մի պահ, երբ որ մարդը սկսում է հասկանալ, որ ինքը գեղեցիկ է այնպիսին, ինչպիսին կա, եւ այդ արտաքինը միայն 1 վայրկյան է տևում։ Դրանից հետո մարդուն սկսում են ընկալել, ընդունել, հասկանալ նրա էությունը եւ սիրել այնպիսին, ինչպիսին կա։ Հիմա այդ բարդույթը ունեք, թե արդեն ամբողջովին հաշտ եք ձեզ հետ եւ երբ դա եկավ ձեզ մոտ։ Տարիների հետ։ Առաջինը ինձ անունս էր շատ անհասկանալի բոլորի համար, որովհետև այդ սովետական տարիներին ուր գնում էի, ինձ ասում էին անունդ ինչ ես ասում էի, ինձ ասում են ինչ, ու նորից ես կրկնում էի ու արդեն մի տեսակ անհարմար էի զգում, որ անընդհատ ինձ հարցում են ինչ անուն է, ինչ անուն։ Հիմա պատկերացրեք բոլորը իմ շրջապատում, ով որ գիտի իմ անունը կամ լսում է առաջին անգամ, ասում են ինչ սիրուն անուն ունեք։ Այն ժամանակ ես բնականաբար իմ արտաքինից շատ էի ճնշվում, որովհետև ես երեխա էի։ Եվ իմ համար այդ իրականությունը, որ կարևորը մարդու էությունն է, մարդու ներքինը եւ մարդու բնավորությունը անընդունելի, անհասկանալի էր։ Այդ տարիքում բոլորը ձգտում են շատ գեղեցիկ լինել, իրենց պատկերացրած գեղեցիկը։ Բայց 18 տարեկան տարիներին ինձ հասավ, որ ես կարող եմ իմ կյանքը ամբողջովին հաշտել ձեզ հետ։ Այսինքն, ես կարող եմ իմ կյանքը ամբողջովին հաշտել ձեզ հետ։
Բայց հետո տարիների հետ դու շատ իմաստնություններ ես բացահայտում քեզ համար եւ այդ թվում նաեւ արտաքինի հետ կապված այդ դժվարությունները, որ անցնում ես եւ բոլորն էին այն ժամանակ մի տեսակ ոչ խնամված ասեմ ձեզ, որովհետև չկար այս հնարավորությունները, ինչ հիմա ունեն բարեբախտաբար մեր երեխաները։ Ես ուրախ եմ, որ իրենք հեշտ են ապրում, ես ուրախ եմ, որ իրենք լիքը հնարավորություններ ունեն իրենց կյանքը հեշտացնելու, երեխաները պահել մեծացնելու բնակավարում, ապրել աշխատելու եւ այլն։ Թող իրենք ավելի հեշտ ապրեն, բայց մեր ժամանակ շատ մեծ էին դժվարությունները, նույնիսկ այդ քիթը վիրահատելը լուրջ խնդիր էր այն ժամանակ։ Եվ իմ ընտանիքը չէր էլ թողնի այդ ավանդապաշտության մեջ նաև դա էր մտնում։ Բայց ես շնորհակալ եմ, որ ինձ չեն թողել, ու ես շատ գոհ եմ եւ ես շատ ուրախ եմ, որ ինձ թույլ չեն տվել, որ ես գնամ այդ վիրահատությունը անելու, որովհետեւ ես կարծում եմ, որ ամեն մեկս այնպեսին է, ինչպեսին ծնվել է եւ պետք է հաշտ ապրի։ Չնայած երբեմն կան դեպքեր, որ աղջիկներ ունենք, որ իսկապես անհրաժեշտ է դա անելը։ Հիմա ես էլ այն ժողովրդական ասացվածքի ասելով մի կիլո միսը 7-այի բերծածկում, հիմա իմ դերից մեկը ես շատ նիհար էի։ Մի քիչ գիրացեցի գիրանամ ու դա ինձ օգնեց։ Կարծում եմ, չգիտեմ։ Տիկին Հակոբյան, ինձ համար դուք շատ հետաքրքիր արտաքին ունեք եւ ճիշտն ասած ես ստանդարտ արտաքիններ ինձ երբևէ դուրս չեն եկել, այնպես որ ես նույնպես կարծում եմ, որ ես շնորհակալ եմ Աննա ջան։ Մարդիկ աչքի են ընկնում իրենց հետաքրքրությամբ, իրենց խարիզմատիկությամբ։ Համաձայն եմ ձեր հետ։ Հիմա եմ հասկացել դա, այն ժամանակ դա էի հարցնում։ Երեխա է։ Ձեր հայրիկի մասին մի փոքր եմ ուզում շարունակել, որովհետև դուք պարտանում եք որպես դուստր։ Բայց ինձ հետաքրքիր է, ինչպիսին են եղել հոր եւ աղջիկների հարաբերությունները, այ որպես հայր եւ ընդհանրապես ինչ եք կարծում հոր դերը աղջկա կյանքում որքանով է կարեւոր։ Ասեմ ձեզ, հայրս շատ խստապահանջ տղամարդ էր եւ երբ ինքը մեզ մի հատ նայում էր, մենք չորանում էինք բոլորս։ Կարծում եմ դա ճիշտ է։ Հայրը պետք է իր դերը ունենա ընտանիքում, երեխաների դաստիարակման գործում, չնայած մեր դաստիարակության բոլոր հարցերով զբաղվել է մայրս, շատ հեռատես, շատ լուրջ, շատ կիրթ մարդ, ով իր երեխաներին դաստիարակում էր իր ձևով, ինքը մանկավարժ էր մայրս, դպրոցի տնօրեն, եւ ամբողջ մեր կյանքը մենք մայրիկին լսելով մինչև վերջին օրերը ինքը մեզ խորհուրդ էր տալիս, ով ինչպես վարվի, եւ ոչ միայն ինձ, բոլորիս, անկախ պաշտոնից, անկախ տարիքից, մենք բոլորս լսում էինք մայրիկի խորհուրդները, իսկ պապայիս հետ մենք նստում էինք եւ ինքը անպայման հետաքրքրվում էր ինչ կա, ինչպես ենք, ոնց ենք աշխատում, երեխաները ինչպես են եւ այլն, բայց ինքը ավելի շատ դրսի մարդ էր եւ ավելի շատ գիտեք այն մեծ քույրիկներից եւ եղբորս այդքան չէ, բայց ինձ ահա որ շատ էր երես տալիս մեր լեզվով ասած, պարտադիր պետք է նստեի ծնկներին, ինքը ինձ պետք է սիրեր, խոսեր, պատմեր, հարցներ, երբ որ փոքրիկ էի իհարկե։ Հետո երբ որ արդեն իր ընտրությամբ ես ընտանիք ունեցա, որովհետև ինքը որոշեց, որ ես պետք է ամուսնանամ այս երիտասարդի հետ։ Իմիջիայլոց քյավառցիների մոտ դա նույնպես շատ ընդունված է։ Եվ ձեր ամուսինը, չգիտեմ, նույնպես քյավառցի է։ Իմ ամուսինը հայրիկիս ընտրությունն էր, իրենք շատ հեռու բարեկամ էին մեզ։ Մեր տուն գալիս էին հյուր, մեր դռները միշտ բաց էր բոլորի համար։ Իրենք էլ գալիս էին մեր տուն հյուր, հայրս որոշեց, իհարկե իրենց առաջարկություններից հետո, ինքը որոշեց, որ շատ հարմար ամուսնություն կլինի եւ այլն։ Իմ համար շոկ էր, որտեվ ես փոքր էի տարիքով, եւ բոլորովին 21 ցանկություն չունեի ոչ ամուսնանալու, 20-21 ինստիտուտը նոր ավարտել էի։ Եվ բայց հայրս իր ընտրության մեջ չսխալվեց, որովհետև ես ունեցա շատ դաստիարակված, կիրթ, զարգացած բանիմաց,
շատ հաճելի արտաքինով ասեմ ձեզ։ Այո։ Ամուսին, ով երբևիցե իմ կյանքը չդրեց որևէ տեսակի ցնցումների մեջ, բացի այն առողջական խնդիրներից, որ ունեցավ ցավոք սրտիս կեսուրս բացառիկ կին եւ շատ լավ մասնագետ, թոքաբան էր ինքը։ Բժիշկների ընտանիք, եթե չեմ սխալվում, չէ՞։ Այո, բժիշկներ են եւ հայրիկիս ընտրությունը իմ կյանքում ես չեմ կարող ասել շատ, ես չգիտեմ ինչ ընտրություն, բայց շատ խելացի, շատ ճիշտ, որովհետեւ ես ապրեցի խաղաղ եւ հանգիստ կյանքով։ Տիկին Հակոբյան, հիմա որ դուք պատմում եք, ես մի ժամանակ դրան այնքան էլ լավ չի նայում, երբ որ ծնողները խառնվում էին ընտրության հարցերին։ Հետո ինչ որ ժամանակ անցավ, մտածեցի գուցե նրանք ավելի կյանքը լավ են ճանաչում, գուցե ինչ որտեղ պետք է դա անել, խառնվել։ Բայց ձեր պարագայում, երբ որ դուք բացարձակ չեք էլ մտածել այդ մասին, այ ուզում եմ հասկանալ ձեր առաջին ռեակցիան։ Անդվզումն էր առաջինը, բնականաբար, որովհետև ազատություն ունես, երեխա ես, ուզում ես քո համար գնաս, գաս, աշխատես, ընկերներիդ հետ գնաս, չնայած այն ժամանակ sense բաներ չկար, ոչ էլ ինձ թույլ էին տալիս։ Ես պետք է գումարեմ հայրիկիս հետ խստությանը, Ռանուշի խստությունը։ Այսինքն քույրիկն էլ էր։ Բա ոնց Ռանուշն էր իմ որոշողը ավելի շատ, որտեվ եթե ինքը կար, հայրիկս գիտեր, որ ինքը կա, ինքը հանգիստ կարող է լինել, բայց ասեմ ձեզ, ես շատ շնորհակալ եմ իրենց, եւ Ռանուշին, եւ մայրիկիս, եւ հայրիկիս, որովհետեւ իրենց շնորհիվ ես ձևավորվեցի որպես անհատ։ Երեխա ես, շատ բաներ չես գիտակցում, շատ բաներ չես խորանում, չես հասկանում։ Ես գտնում եմ, որ ծնողը պետք է ինչ որ միտեղ ունենա իր գոնե խորհրդի ձևով ներդրումը երեխայի ճակատագրում, քանի որ այդ մեր հին խոսքը, որ ասում էին մեծի խոսքը լսելիս ոտքդ քարին չի առնի, իսկապես դա այդպես է, որտեղ մենք արդեն բավականաչափ կյանքի փորձ ունենք, գիտենք որտեղով ինչպես է մտածում, ով ինչ մտքեր, ով ինչ ցանկություններ, ով ինչ դիտավորություններ կարող է ունենալ, բայց հիմա կյանքը շատ է փոխվել։ Հիմա երեխաների մեծ մասը չի էլ լսում, չի էլ հաշվի առնում ծնողի խորհուրդը, բայց ես դրանից շատ տխրում եմ, որովհետև ես գիտեմ, բոլորս էլ գիտենք, որ բաժանությունները բավականին մեծ թիվ են կազմում հիմա, իսկ դա տխուր, ամենատխուր փաստն է, որ մայրիկի համար կարող է լինել, երբ որ երեխան դժբախտանում է։ Հա, դուք շատ բնական կերպով եկաք այն հարցին, որ ուզում եի ձեզ տալ։ Ժամանակները փոխվել են եւ շատ դեպքերում ծնողները կամ խորհուրդ են տալիս, կամ փորձում են չխառնվել։ Այստեղ ճիշտ ու սխալ դժվար է ասել, որովհետեւ շատ է կյանքը փոխվել։ Այդ ձեր աղջիկների հարցում դուք փորձել եք խորհուրդ տալ, թե միանգամից համաձայնել եք։ Չէ։ Իմ երեխաները երկուսն են, աղջիկներ են, եւ ես իրենց դաստիարակել եմ իմ քավառական բնավորությանը համաձայն։ Մեծ դուստրս շատ լավ երիտասարդի հետ է հանդիպել, ես շատ սիրում եմ իրեն։ Համարյա 20 տարի է ինքը իմ աղջկա ամուսինն է եւ ես ամեն օր այդ 20 տարիների մեջ շնորհակալ եմ եղել Աստծուն, որ այսքան կազմակերպված, լուրջ, ծանրակշիռ, չգիտեմ, դաստիարակված երիտասարդ է հանդիպել իմ աղջկան, բայց այդ երիտասարդի ընտրության գործում ես ունեցել եմ դերը, ես խորհուրդ եմ տվել իմ երեխային, ես ասել եմ, որ ինքը արժանի երիտասարդ է իրեն, բայց ասեմ ձեզ իմ աղջիկը այնքան լրջախոհ, խոհեմ աղջիկ էր, հիմա էլ ավելի շատ, որ ինքը կարող էր ճիշտ ընտրություն անել, բայց ինքը լսեց ինձ, ինքը լսեց իմ խորհուրդը, որովհետև իր այն տարիներին 2000-ականներին աղջիկները մի փոքր ավելի լսում ենթարկվում էին իրենց մայրիկներին, չնայած կարծում եմ դա ընտանիքի դրվածք է։ Ես հիմա էլ եթե աղջիկ երեխա ունենայի, որ իմ տե ամուսնացնեինք, ինձ էլի լսելու էր։ Այսինքն լսելը խորհուրդն է լսել, թե ձեր հայրիկի տարբերակով դուք խորհուրդս եմ։ Ուղղակի խորհուրդ։ Ես հայրիկիս տարբերակով չեմ եղել։ Ես մի փոքր ավելի ազատամիտ եմ եւ կյանքիս այդ տարիներիս հետ հասկացել եմ, որ
ինքը պետք է ունենա այդ ցանկությունը, որովհետև չի կարելի երեխային ստիպել։ Կարող էր, չէ, իմ բախտը չբերել ու ինձ հանդիպեր մի հատ չգիտեմ ինչ։ Անհասկանալի մեկը։ Տիկին Չէ, Հակոբյան, կարող բաժանվել կներեք, որովհետև ով ինձ թույլ կտար այն տարիներին, ասեմ, այս երիտասարդը ինձ դուր չի գալիս, ես իր հետ չեմ ուզում ապրեմ եւ պիտի բաժանվեմ։ այ շատ ճիշտ կետի եկանք, ես հենց դա եմ ուզում հարցնել։ Երբ որ մարդը սիրահարվում է, ամուսնանում է, էմոցիաներ է ունենում, մի տեսակ ուրիշ ձև է կյանքը դասավորվում։ Ձեր դեպքում, երբ որ դուք այդ երիտասարդին չէիք ճանաչում, նախ ուզում եմ հասկանալ ինչքան ժամանակում տեղի ունեցավ ձեր ամուսնության այդ արարողությունը, ինչքան հանդիպեցիք եւ հետո տարբերություն կա, երբ որ մարդը սիրահարվում է նոր է ամուսնանում, թե ամուսնանում է հետո է սիրահարվում, այդ էմոցիոնալ պահը ձեզ մոտ երբ եկավ, ինչպես այդ փուլը ընթացավ, դա շատ հետաքրքիր է։ Ասեմ ձեզ, շատ երևի իդեալական է նա, երբ մարդիկ շատ սիրում են իրար եւ ամուսնանում են, բայց բոլորս էլ գիտենք մեր կյանքում, որ շատ դեպքեր կան, երբ իրենք սիրահարվում են, ամուսնանում են եւ ցավոք այդ ամուսնությունը տևում է շատ կարճ։ Այդ թվացող սիրահարությունը իմ համար շատ ավելի ընդունել է, մարդիկ գիտակցում, հասկանում են, որ իրենք կարող են միասին այդ լուծը քաշել, որովհետև ընտանիք, երեխա, բարդություններ, դժվարություններ, այդ բոլորը ուսուսի տված պետք է անես։ Եթե դու կյանքին սկսես այդքան թեթև սոլիկ ուշադիր ընտանիքիդ հանդեպ ոչ պատասխանատու վերաբերմունքով, այդ ընտանիքը չի կայանալու։ Դրա համար ես կարծում եմ, որ պետք է անպայման մենք միասին այդ լուծը քաշենք եւ ասեմ ձեզ, մենք համարյա 1 տարի նշանված մնացինք, որովհետեւ ես պետք է մի քիչ հասունանայի, շատ խակ երեխա էի ես այն ժամանակ, բայց ինքը այնքան հանդարտ, հավասարակշռված մարդ էր, իր հետ այդ վայրեվորումները չունեցա, այդ դժվարությունը, ինքը կարողանում էր շատ հանգիստ կարգավորել, ինքը կարողանում էր շատ հանգիստ տանել, որ ասենք ես երեխա եմ ու ասենք լիքը բան չէի ուզում, չէի հասկանում, չգիտեի, ինքը կարողացավ իր այդ հանդարտությամբ, իր հավասարակշռվածությամբ ինձ բերել իր կողքին լինելու աստիճանին։ Ամուսնացանք եւ կարողացանք ունենալ մեր այդ կայուն լավ ընտանիքը։ Հիմա մեկ այլ հարց։ Այդ ձեր ընտանիքի մոդելը, որը կար ձեր տանը, եւ արդեն ձեր ստեղծած ընտանիքը նման էին իրար։ Չէ։ Տղամարդու դերը, կնոջ դերը։ Տղամարդու դերը ես միշտ եմ հարգել։ Ես մի փոքր ավելի ակտիվ եմ, քան ենթադրենք իմ մայրը, եւ իմ ամուսինը շատ ավելի չեզոք էր եւ շատ պահպանողական չէր, նահապետական չէր, ինքը շատ ավելի ժամանակակից էր, որտեղ դե բժիշկ էր, բժիշկները երևի գիտեք, որ ավելի բաց են, հեշտ է իրենց հետ եւ այլն։ Ինքը ինձ սկսեց թույլ տալ, որ ես կարողանամ կոսմետիկա օգտագործել, մազերիս ձևը փոխել։ Դա էլ չէր կարելի, Ոչ, ոչ մի անգամ, երբեք։ Ես 5-րդ կուրս եմ հասել եւ ոչ մի կոսմետիկա, մազերս միշտ կարճ, եւ ամուսնանալուց հետո նորից սկսեցի ինձ հետևել, մի փոքր ավելի փոխվել եւ այլն, որտեվ իմ ամուսինը շատ այդ հարցերում բաց էր, հեշտ էր իր հետ եւ երեխաների դաստիարակության գործում էլ իր ներդրումը երաժշտության մեջ էր, սպորտի մեջ էր, երեխաների հետ զբոսնելու մեջ էր, իսկ ես զբաղվում եմ իրենց կրթությամբ, սովորելով, խանութներով, եփելով, շուկաներով եւ այլն։ Ինքը որպես բժիշկ շատ լավ բժիշկ էր, արվեստի մեջ շատ խորացած էր, սպորտի մեջ ու երեխաների մեջ զարգացնում էր այդ գծերը։ Մեր տանը ավելի հեշտ էր այդ բոլոր բաները անելը եւ երեխաներին նման սահմանափակումների մեջ երբեք չեմ դրել, բայց իրենք արժանավոր երեխաներ են մեծացել, իրենցից ոչ մեկը սխալ քայլ չի արել,
ված չի ապրել իր կյանքում եւ հեղինակություն ունեն երկուսն էլ։ Ուզում եմ ասել, այդ մարդը իր հետ գեներով բերում է, ես կարծում եմ, սխալ է իհարկե, երբ ծնողները չեն զբաղվում իրենց երեխաներով ընդհանրապես, կան նման ծնողներ, ես զարմանում եմ ուղղակի, բայց պետք է կարողանաս երեխայիդ նաև այդ ազատությունը տալ։ Այն ժամանակներում իմ տարիներին, երբ որ ես երեխա էի, այդ էր դրվածքը։ Այն ամենաժամանակակից Երևանյան ընտանիքում էլ դրված կար այդպիսի, ուր մնաց մեր Քյավառի նահապետական ընտանիք։ Բայց հիմա որ հետ եք նայում, կարծում եք, որ այդպես շատ ճիշտ է եղել, այ մի քանի անգամ ասացիք, որ շնորհակալ եք, բայց չի եղել բաներ, որ մտածել եք, այ եթե հայրիկս դա չաներ կամ ինձ թույլ տար, կյանքս այլ կերպ կդասավորվել, թե ամեն ինչի հետ հաշտեք։ Միևնույն է, եթե իմ ճակատագիրը կար իմ սիրած բնակավարում աշխատելու եւ Աստված որոշել էր, որ ես պետք է աշխատեմ առողջապահության բնակավարում, տեսակ, որ միևնույնն է, դառնալով տնտեսագետ, ես եկա ու առողջապահության բնակավարում սկսեցի աշխատել։ Ուզում եմ ասել, եթե ի վերուստ որոշված էր, որ ես պետք է լինեմ բժիշկների շրջապատում, ուրեմն եւ ես ընտանիքում էի շրջապատված բժիշկներով եւ աշխատավայրս հիմա արդեն 25 տարի է ես աշխատում եմ այս կենտրոնում եւ երջանիկ եմ, շնորհակալ եմ դրա համար։ Տիկին Հակոբյան, այսինքն կարծում եք, որ այս կյանքում նախորոք ամեն ինչ կանխորոշված է։ Այո, ես հավատում եմ ճակատագրին։ Եվ անձնական, եւ գործնական։ Բոլոր տեսակի ճակատագրերին հավատում եմ ես։ Այսինքն մենք կարող ենք ուղակի ապրել մեր օրը այնպես ինչպես կա եւ ամեն ինչ կընկնի իր տեղը, ճիշտ է։ Մենք պետք է գոնե մեր պատկերացրած ճիշտը կարողանանք պահել, որովհետեւ եթե առավոտյան արթնանամ ու ասեմ միևնույն է ճակատագիրը որոշել է, ես կգնամ ինքնահոսիկ թողնեմ, ինչ լինում է թող լինի, ճակատագիրը որոշել է, չէ։ Դա հիմարություն կլիներ իմ կողմից նման ձևով ապրելը, դու պետք է կարողանաս նաև այդ ճակատագրի մեջ քո ներդրումներն ու փոփոխությունները մտցնել, եթե ի վիճակի ես իհարկե, որովհետև շատ է պատահում, երբ դու մի բան անում ես, ասում ես ինչ լավ է, ես եկա էսի արեցի, թե չէ կլիներ, այսպես, այնպես, համաձայն եք իմ հետ կարծում եմ։ Եվ մարդը պետք է իր ապրելու ձևով ընտրություններով կարողանա ճիշտ ապրել, իսկ իմ համար ճիշտ ապրելը մեր շրջապատին, մեր հասարակությանը, մեր ժողովրդին ինչ որ չափով օգտակար լինելն է։ Քանի որ դու քո կյանքում ապրում ես, ստեղծագործում ես, ընտանիք ես կազմում, տարիները անցնում են եւ դու քեզ մի օր հաշիվ ես տալիս, ասում ես ինչ արեցի ես իմ ընտանիքի համար, իմ ժողովրդի համար, իմ ծնողների համար, իմ ազգի համար ընդհանրապես։ Համենայն դեպս ես այդպես եմ մտածում, որ ամեն մեկս իր որևէ լավ ներդրումը եթե ունենա, մենք անպայմանորեն շատ լավ երկիր ենք լինելու։ Միայն պահանջատեր լինելով, միայն քննադատելով, միայն թույլ տվեք այս բառը ասեմ, մրթմրթալով դու չես կարող հասնել որևէ լավ բանի։ Ինքդ քեզ պետք է տանջես որոշակի, ինչ որ ներդրումներ պետք է ունենաս, որպեսզի կարողանա այս երկիրը ծաղկել։ Թե չէ մենք հիմա շատ ենք դարձել մի տեսակ դժգոհող, բողոքող, պահանջող եւ ոչ մեկս ոչինչ չանում։ Ամեն ինչ պետք է սկսենք մեզնից։ Այո։ Տիկին Հակոբյան, քիչ առաջ դուք ինքներդ էլ ասացիք, որ ցավոք սրտի ամուսնալուծությունները շատ են շատացել։ Ձեր դիտարկմամբ, ձեր կյանքի փորձից ելնելով ինչ եք կարծում, որն է դրա հիմնական պատճառը։ Ավելի անհանդուրժող ենք գուցե դարձել մեկս մյուսի հանդեպ։ Շատ ցավալի թեմա է դա ինձ համար, որովհետև այս պարագայում տուժվում են մեր երեխաները։ Իսկ երեխան, երբ որ մնում է առանց հիմնականում հոր կամ Աստված մի արած առանց մոր, շատ դժվար է, շատ։ Այդ երեխան անպայման կիսատ է հասունանում, այդ երեխան անպայման աղճատված ապագա է ունենում։ Ինքը չի կարող, մայրիկը ինչքան էլ ուզենա, չի կարող փոխարինել հորը, մանավանդ երբ որ տղա երեխաներ են։ Ես կարծում եմ, որ մեր երիտասարդությունը չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց փոքր ինչ անհամբեր է դարձել եւ այն դժվարությունները իր ուսերին տանելը իրենց համար անընդունելի է։ Մտածում են
Ինչի պետք է ես տանջվեմ, ես աշխատանք ունեմ, ես գումար վաստակում եմ, ես հնարավորություն ունեմ, ինչի պետք է ենթարկվեմ, ինչի պետք է իրեն ասեմ, ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչի պետք է իրեն լսեմ, կեսուր, սկեսրար, չգիտեմ, դες դժվարություններ ունենամ, ես իմ համար իմ ազատ կյանքով կապրեմ։ Իհարկե սա բոլորին չի վերաբերվում, որովհետև կան դեպքեր, երբ ուղղակի չես կարող այդ մարդու հետ ապրել, քանի որ ինքը ունի գծեր, որոնք ընտանիքում անընդունելի, անհանդուրժելի են, եւ այս կինը ուղղակի չի կարող հարատևել ու ապրել այդ ամուսնու հետ կամ հակառակը։ Այս պարագաներում ուղղակի ոչինչ անել չես կարող եւ մեր տարիներին էլ նման դեպքեր լինում էին։ Բայց ձեր խոսակցությունից ավելի շատ ինձ թվաց, թե կանանց մասին է խոսքը։ Կարծում եք կանայք են ավելի անհանդուրժող դարձել, որովհետև չեն ուզում այլևս ապրել ավելի փակ, քան մեր ծնողները օրինակ։ Աննա ջան, իմ խորին համոզմամբ, ես վստահ եմ իմ ասածի մեջ, թող մեր աղջիկները ինձանից չնեղանան։ Օջախը պահողը միևնույնն է կինն է։ Եթե կինը կարողանա ժամանակին լռել, ժամանակին ժպտալ, ժամանակին թեկուզ նեղվել եւ իր ամուսնուն, իր երեխաներին փայփայել, շոյել, սիրտը գրավել, ընտանիքը երբեք չի քայքայվի։ Չենք խոսում բռնացող, խմող, այլ վատ սովորույթներ ունեցող տղամարդկանց մասին, որովհետև այո, կան բաներ, որոնք հանդուրժելը անհնար է։ Նման աղջիկներին երբեք չեմ կարող ես մեղադրել որևէ ձևով, իրավունքն էլ չունեմ, բայց երբ որ փոքր-մոքր կամ թեկուզ մեծ բնավորության գծերի անհանդուրժողականության պատճառով ընտանիք է քայքայվում, ես դա չեմ ընդունում։ Կարծում եմ, որ կինը պետք է կարողանա այնքան խորամանկ լինել եւ այնքան հնարավորություններ ստեղծել այդ ընտանիքը պահելու, մի քիչ իրեն նեղություն տալով։ Ես այսպես եմ կարծում, չգիտեմ։ Այն ինչ մասի խոսում եք, ինձ համար շատ հասկանալի է։ Դա կարող եմ մեկ բառով ասել կանացիություն, կանացի հմտություններ, բայց արդյոք մեզ որևէ մեկը այդ դաստիարակությունը տալիս է, այսինքն մենք կրթվում ենք որպես լավ ուսանող, լավ աշակերտ, լավ երեխա ենք դառնում, բայց որպես կին, ինչպես պիտի կրթել, որ այդ ձեր ասածը կարողանա անել, դա բավականին բարդ է եւ շատերս դրան հասնում ենք մեր կյանքի փորձի արդյունքում։ Ելնելով, այո, իսկ մեր աղջիկները անհամբեր են, հենց դա ասացի սկզբում, որ մի փոքր համբերատար լինելու դեպքում այսքան շատ բաժանություններ մենք չենք ունենա։ Ես անցյալ օրը լսում էի, որ հիմա բաժանությունները ավելի շատ են, քան ամուսնությունները, իսկ դա մեր ազգին բոլորովին պետք չի հիմա։ Բոլորովին ընդհանրապես պետք չի, բայց աճելու, զարգանալու դեմոգրաֆիկ մակարդակը բարձրացնելու համար սա շատ ցավալի փաստ է։ Իսկ այդ կանացիությունը կրթելու ուղղակի, չգիտեմ, մարդը պետք է իր մեջից դա ունենա ու ընտանիքում դա պետք է սովորի։ Օրինակ այդ համբերատար լինելը, այդ ամեն տեսակի դժվարություններին դիմանալը, լռելը, հեռատեսորեն այդ ամեն ինչի մի մասը անտեսելը ես սովորել եմ իմ մայրիկից։ Ես տեսել եմ ինչքան ինքը դժվարություններ է հաղթարել, օր է եղել, երբ ես հարց եմ տվել, մամ, դու ինչի ես այսքան համբերում, որտեվ այդ տեսքի հայրիկին հանդուրժել, համբերելը շատ դժվար գործ էր, ու ինքը շատ ընկերասեր, սեղանների միշտ գլխին նստած, ասող, խոսող, պատմող, հետաքրքիր մարդ էր շատ, զարգացած, կիրթ, ու իրեն հետ ժամանակը անցնում էր, դու չէիր էլ զգում, ու մամաս այդ բոլորի պարագայում լուր հանդուրժում էր ու միշտ ասում էր, վա ընտանիքը պետք է կարողանաս պահել, իսկ որպեսզի պահես, դու պետք է համբերատար լինես, հանդուրժես, սպասես, լռես, ես իրենից եմ սովորել այդ ամենը։ Տիկին Հակոբյան, չեք կարծում, որ դա պետք է երկկողմանի լինի, մի քիչ անարդար չէ, որ անդադ կանայք պետք է լռեն եւ համբերատար լինեն։ Տեսնում եք, այ մեր հիմիկվա նոր սերունդը հենց այդպես էլ մտածում է։ Ես կարծում եմ, որ ինչ որ բան մեր կյանքում փոխվել է, կյանքը ավելի առաջ է գնացել, 21-րդ դարում ենք, գուցե կա ինչ որ մի բան, որ մենք պիտի փոխենք մեզ, մեր ընտանիքներում, մեր ընտանեկան մոդելում, որպեսզի
ամուսնալուծությունները ինչ որ չափով պակասել։ Ձեր պատկերացմամբ կա նման բան։ Ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը կարող է հիմա փոխել ինչ որ մի բան, որ այդպես չլինի։ Ուղղակի մեր տղամարդիկ էլ գիտեք, ես միայն կանանցից եմ իսկապես խոսում, բայց տղամարդկանց մեջ էլ կան հատկություններ, մտքեր, մի տեսակ անաշխատասիրություն ասեմ, թե չգիտեմ, որ իրենք այդ ընտանիքը պահելու համար շատ ջանքեր չեն դնում։ Իրենք էլ մի տեսակ անտարբեր են դարձել, իրենք էլ մի տեսակ այդ բանը չունեն, մեր տարիքի տղամարդիկ մի փոքր ավելի թասիբ ասեմ, ինչ ասեմ, ունեին։ Հիմիկվա երիտասարդությունը ասում է, դե հիմա չես ուզում իմ հետ ապրես, դու գիտես, բայց ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Ես շատ ուզում եմ, որ իրենք պահեն իրենց ընտանիքները ատամներով, գոնե երեխաների համար, գոնե այդ ընտանիքի ծաղկման, իրար հետ դժվարությունները քարշ տալու, տանելու, դժվարությունների տակից միասին դուրս գալու, բոլորս այդպես ենք ուզում, չեմ կարծում հիմա որևէ մարդ, որ ասի հա լավ եղավ, որ բաժանվեցին, նման բան չկա։ Բայց այդ բոլորը երկու ստեկ է բնականաբար, իրենք իրար հետ պետք է դա անեն։ Եվ որոշել մոդել, ըստ որի ընտանիքը պետք է գնա ու լավ սկսի ապրել, ավելի կայուն լինի, ավելի փոխադարձ բաներով, չկա տենց բան։ Ինչ մոդել կարող ես առաջարկել մարդկանց, որոնք միևնույն է դա չեն ընդունելու, եթե որոշել են։ Եկեք հուսանք, որ կենցաղային պայմանների լավանալու, մեր երկրի վիճակի լավանալու հետ զուգահեռ այդ ընտանեկան, այդ սոցիալական վիճակի դժվարություններն են, որ բերում են նաև նման խժդժությունների, երբ որ չկա սա, չկա նա, չկա նա, դա էլ է շատ նպաստում, որ ընտանիքը սկսի քայքայվել։ Իսկ կարծում եք ամուսնության համար ինչ որ հարմար տարիք կա, թե դա նույնպես կապված չէ ոչ մի բանի հետ։ Ոչ մի բանից է կապված չէ։ Հիմա մի փոքր ավելի ուշ են ամուսնանում։ Երևի դա ճիշտ է ավելի, քանի որ դու սկսում ես ավելի խոհեմ դառնալ, ավելի կազմակերպված լինել, ունենալ քո աշխատանքը, այդ շատ շտապելն էլ մի բան չի, երբ որ շատ երիտասարդ էին ամուսնանում, 17-16 տարեկանում, սխալ էր։ Տիկին Հակոբյան, այլ դուք ասում եք, որ ձեր քույրիկը Հրանուշ Հակոբյանը ձեր կյանքում նաև ուսուցչի դեր է կարծես ձեզ համար կատարել։ Դա է ուզում հարցնել։ Նրա հետ ավելի շատ որպես մեծ քննարկում ամեն ինչ կիսվում եք։ Այո։ Թե ուղղակի ինքը որպես մեծ այդպես էլ եղել է, որ միշտ պիտի ձեր կողքին լինի, լսել եք նրան, ինչպես հասկացա դեռ մանկուց։ Հիմա էլ եմ լսում։ Հիմա էլ եք լսում։ Ինքը մայրիկս դպրոցի տնօրեն էր, արդեն ասացի, եւ այն ժամանակ դեկրետը տևում էր 2-3 ամիս։ Հետո ինքը գնացել է դպրոց իր աշխատանքին, ինձ իմ երկու քույրիկները, ամենամեծ քույրիկս ինձանից մեծ է 11 տարով, հետո Հրանուշը 8, ու իրանք երկուսով ինձ պահել են մինչև մամաս կգար դպրոցից։ Իրենք է երկրորդ հերթ են եղել, մի խոսքով։ Ես իրենց մեջ եմ մեծացել եւ Հրանուշը միշտ ինձ մայրիկի դերում է եղել ու մինչև հիմա։ Հետաքրքիր է, որ մեր մեջ այդ հոգեկան կապվածություն միշտ եղել է, ինքը շատ խիստ ու պահանջկոտ է եղել ու մինչև հիմա էլ գիտեք, որ հանկարծ մի բան սխալ եմ անում, ես իրենից շատ ամաչում եմ, քաշվում եմ, բայց դե մարդ եմ հիմա, մեկ-մեկ է սխալվում եմ, բայց իր շնորհիվ է, որ ես ձևավորվել եմ որպես անհատ, որպես մարդ, որպես ես մինչև հիմա կարող եմ իմ երեխաների կամ թոռնիկների հետ կապված հարցերում իր հետ խորհրդակցել, իր կարծիքը լսել, իր մտքերը վերծանել եւ դրանով ապրել, որովհետեւ միշտ կարծել եմ, միշտ համոզված եմ, որ ինքը շատ խելացի է, որ ինքը կյանքի մեծ փորձ ունի, որ ինքը շատ հավասարակշռված, լուրջ եւ խելքը գլխին կին է։ Դրա համար ինքը իմ համար մոդել է, որին ես լսում եմ, ենթարկվում եմ, որի հետ ես իմ գիտեք, մեկ-մեկ թվում է, թե շատ դժվար հարց ունեմ, չգիտեմ, սա այս հարցը աշխատանքի մեջ ինչպես լուծեմ, ու սկսում եմ փնտրել ելքեր, մտածել, այսպես անեմ, մեկ էլ զանգում է, ինքը ասում է, ինչ կա, ասում է, բայց ինչ կա, այսպես են այնպես, ասում եմ, որ այ քեզ բան, ինչքան հեշտ լուծում ուներ, իսկ ես ընկել էի դժվարությունների մեջ,
այդպիսին է ինքը, իսկ եթե դու լուրջ դժվարություն ունես, ինքը կարող է քեզ ընդամենը մեկ բառով այնքան ոգևորել, սփոփել ու ուժ տալ, որ դու ասում ես թե լավ, ոչինչ, էս այլ կհաղթահարվի, այդպիսին է ինքը։ Բայց դուք շատ եք խոսել այն մասին, որ ինքը դեմ էր, որ դուք դառնաք հայ-ամերիկյան կենտրոնի։ Դեմ չէր, ինքը գիտեք ինչքան ըմբոստացել էր այդ ժամանակ։ Գիտեք, այն ժամանակ մտածում էր, որ կասեն քրոջը բերեց, քույրիկը եկավ, ինքը այս գործը ստեղծեց, որ քրոջը բերի դնի, ասում էին նաև։ Ես առնչվել եմ մարդկանց հետ, ովքեր ինձ դա ասել են։ Օրինակ, բժիշկ ունեինք շատ իմ կողմից սիրելի Գյորգի Կիմիչը, որին ես հարգել եմ, սիրել եմ եւ որպես մարդ, եւ որպես մասնագետ։ Մի անգամ այն ժամանակ դեռ մտերիմ էլ չէինք, իր հետ ինձ դրսում տեսավ, ասեց. «Աղջիկս, քեզ որ բերեցին ստեղ, ես մտածեցի, հեսա գալու է ավերի էս արդեն մի քիչ գոնե կայացած գործը, որովհետեւ ոչ բժիշկ է, ոչ բան է հասկանում, Ռանուշի քույրիկն է ընդամենը, բայց ասում ես հիմա եկել եմ քեզ ասեմ, ես շատ էի սխալվել, որովհետեւ դու եկար ու գործը կայացրիր, դու եկար ու քո աշխատանքի մեջ լիքը փոփոխություններով բարձրացրիր այս գործը, դարձրիր տես ինչ։ Ես ասма չէի սպասում այդքան բան, բայց դա երևի ձեր գեների մեջ էր, ինչ էր։ Այդ այնց բաների համար էր, որ Անուշը շատ ըմբոստանում էր։ Այսինքն ոչ թե վստահ չէր, որ լավ կստացվի ձեզ մոտ։ Չէ, ինքը ուղղակի էս հասարակության կարծիքից, մարդկանց խոսակցություններից, իր մասին տհաճ ինչ-որ բանից էր երևի թե խուսափում, որովհետև դա անխուսափելի էր, մարդիկ միևնույն է խոսում էին, բայց հիմա դրանք իհարկե լոկ խոսակցություններ են, որ մնացել են անցյալում, որովհետև ես իսկապես իմ ամենամեծ հատկությունը, լավ հատկությունը, որ ես ունեմ, երևի միակ իմ լավ կողմն է այս աշխարհում, որտեղ լիքը թերություններ ունեմ, ինչպես բոլորս, եւ լիքը սխալներ կյանքում, եւ հիմա էլ եմ սխալվում, դա իմ աշխատասիրությունն է։ Ես իսկապես շատ աշխատասեր եմ եւ կարող եմ աշխատել օրվա մեջ 20 ժամ առանց հոգնելու, երբ որ որոշել եմ, որ ինչ-որ մի բանի պետք է հասնեմ եւ նպատակ եմ դրել, ես կարող եմ աշխատել, չհոգնել, պրպտել, ստիպել մարդկանց դա անել, որպեսզի ունենամ իմ նպատակի իրականացումը։ Եվ Ռանուշն էլ դա գիտեր իհարկե, եւ երբ թույլ տվեց վերջը, որ ես գամ աշխատեմ, Տիկին Ռիտայի շնորհիվ, նա ուղղակի Ռանուշին ստիպելով ինձ բերեց հիմնադրի մասին է խոսքը ձեր։ Այո, մեր հիմնադիր Փալյան Ռիտան, որին շատ եմ սիրում, որից շատ բան եմ սովորել եւ հիմա էլ դեռ սովորում եմ։ Եվ Ռանուշն էլ ամեն մեկը գիտեք մի բնագավառն էր իմ զարգացնում, սովորեցնում, ստիպում ինձ, որ ես այդ բնագավառում էլ հասնեմ այս բաներին։ Իրենք երկուսով ինձ ձևավորեցին որպես մարդ։ Հիմա արդեն շատ վստահաբար կարող ենք ասել, որ հայ-ամերիկյան կենտրոնը հասել է մեծ հաջողությունների, ձեզ մոտ շատ կանայք են գալիս եւ ոչ միայն կանայք, արդեն նաեւ երեխաներ, տղամարդիկ, այո։ Բայց քանի որ մեր հաղորդումը մենք ավելի շատ հաղորդման ընթացքում խոսում ենք կանանց մասին, ուզում եմ հարցնել ձեզ, 21-րդ դարի հայ կանայք ինչպիսին են, ընդհանուր պատկերը ձեզ համար։ Իմ համար հայ կանայք միշտ ամենալավն են, այդ մասին խոսք չկա։ Ես շատ սիրում եմ մեր ժողովրդին, իմ հայրենիքը, մեր կանանց։ Ես տեսնում եմ իրենց դժվարությունները, որ իրենք կրում են, տանում են, լռում են, գիտեք, մանավանդ են գյուղական վայրերի մեր կանայք։ Իրենք հերոս են, ես պետք է ասեմ, որովհետև երբ որ մանավանդ ամուսինները գնում են արտագնա աշխատանք, իրենք այնքան դժվարություններ են ունենում իրենց կենցաղում, բայց լուռումուշ տանում են այդ դժվարությունները։ Միևնույնն է ես շատ երիտասարդ լավ աղջիկներ եմ տեսնում քաղաքում, որոնք շատ ժամանակակից տեսք ունեն, բայց ունեն նաև դրան զուգահեռ շատ լավ ընտանիքներ, լավ երեխաներ են դաստիարակում, մտածում են իրենց երեխաների ապագայի կրթության մասին, իրենց ամուսիններին են սատար կանգնում, դենք բոլորս գիտենք, որ ամուսինները իրենց կանանցով շատ կարևոր է, որ հենվելու կետ ունենան, որպեսզի վերև բարձրանան, եւ իրենք նպաստում են դրան։ Հայ կինը միևնույն է իր բնույթով, իր էության մեջ
մնում է այդ օջախի պահապանը։ Իմ համար դա անբեկանելի է։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, ես ուրախ եմ, որ իմ ժողովուրդն էսպիսին է եւ վստահ եմ, որ մենք լավն ենք լինելու ավելի։ Տիկին Հակոբյան, ո՞րն է կնոջ երջանկությունը, ընտանիքը, աշխատանքը, երեխաները։ Բոլորը միասին կարծում եմ, որովհետեւ չի կարող իդեալական լինել ամեն ինչը։ Չի կարող մարդը որոշել եւ ունենալ ամենաիդեալական ընտանիքը, ամենալավ ամուսինը, ամենաանտիր երեխաները, բայց երբ որ դու նայում ես վերջի վերջո քեզ կողքից եւ տեսնում ես, որ դու հասել ես ինչ որ աստիճանի, որտեղ դու կարող ես հպարտանալ քո երեխաներով, որոնք դաստիարակված են եւ օգուտ են այս հասարակությանը տալիս, ուրախանալ, որ ամուսինը տեսպիսին է, այնպիսին է եւ ինչ որ միտեղ իր սխալներով, ձեր մեջ ունեցած այդ դժվարություններով, բայց տանելի եւ հանդուրժելի ես դու իր համար, ինքը քո համար։ Երբ որ դու հարգված ես հասարակության կողմից եւ մարդիկ քեզ տեսնելուց գոնե ժպտում են կամ թե քո տուն են գալիս, դու ես գնում իրենց մոտ եւ դու ընդունելի ես այս հասարակության համար եւ ամենակարևորը, որ դու քո հայրենիքի զարգացման, աճի համար ինչ որ մի լումա ես կարողանում ներդնել, ուրեմն դու գոնե մինիմալ երջանիկ ես։ Ես այդպիսին եմ տեսնում երջանկությունը։ Չգիտեմ, միգուցե սխալվում եմ, միգուցե ինչ որ մի բան բաց եմ թողել եւ այլն, բայց սա մարդկային է, սա մեր կյանքն է։ Եվ մենք պետք է կարողանանք հարմարվել եւ եթե հնարավոր է ավելին քաղել, որպեսզի ավելին տաս, այդպես է։ Ինչն է մեզ պակասում ավելի երջանիկ լինելու համար։ Հասարակության մեծ մասի համար դժվարությունները սոցիալական են, կարծում եմ, որտեվ ես առնչվում եմ շատ եւ շատ սոցիալապես անապահով մարդկանց հետ եւ տեսնում եմ, որ իրենք դժվարություններ ունեն։ Ես ցավով եմ տեսնում հիվանդանոցներ, որոնք լեփ-լեցուն են մարդկանցով։ Ուրեմն մարդիկ խնդիրներ ունեն։ Իսկ ամեն այդ հիվանդանոց այցելելը, ամեն անգամ բժշկի գնալը մեծ դժվարություններ է, եւ ֆիզիկական, եւ ֆինանսական, եւ հոգեբանական։ Ես կուզենամ, որ դա կչանա, որ մարդիկ առողջ գան բժշկի, որտեվ դա մեր գաղափարախոսությունն է։ Մեր կենտրոնը նման չէ հիվանդանոցի։ Մեր կենտրոն գալիս են եւ ես ուզում եմ, որ այդպես լինի, առողջ մարդիկ, որպեսզի մենք այդ առողջներին ապագայում ապահովենք ավելի առողջ կյանք եւ որակյալ։ Այո։ Սա է իմ ցանկությունը։ Ինչպես որ միշտ ասում եք, բոլորը պետք է ժամանակին հետազոտվեն, որպեսզի Ես չեմ կարող առիթից չօգտվել ու այդ մասին չասել, շատ կարևոր է։ Որ իմ համար շատ կարևոր է, որ մարդիկ, տղամարդիկ եւս, ախր տղամարդիկ էլ են հիվանդանում կրծքի քաղցկեղով։ Այո։ Մենք 62 արդեն մահացած դեպք ունենք, 97 հայտնաբերված դեպք ունենք, 7000-ից ավելի հետազոտված տղամարդ ունենք, բայց կանայք են հիմնականում թիրախը, որովհետև սա հորմոն կախյալ հիվանդություն է, կուրծքը հորմոն կախյալ օրգան է, դրա համար, որովհետև գեղձերի մասին է խոսք գնում, ուրեմն կանայք ավելի խոցելի են։ Դրա համար ես ուզում եմ, որ մեր կանայք առողջ, բոլորովին իրենց լավ զգացած ժամանակ հիշեն, որ եթե իրենք ժամանակին գնան բժշկի, կանխարգել են այս հիվանդությունը, իրենք շատ երկար են ապրելու։ Ընդհանրապես սա է մեր գաղափարախոսությունը։ Դրա համար ես կուզենամ, որ մեր հասարակությունը վերջի վերջո հասնի այն մակարդակին, որ գիտակցի, որ առողջ ժամանակ է պետք գնալ բժշկի։ Եթե մենք առողջ գնանք, մեր հիվանդանոցները այսքան շատ այցելուներ, այսքան հիվանդ այցելուներ չեն ունենա։ Հիվանդանոց թողելի ունենա իր այցելուն, բայց առողջ։ Ոչ թե երբ որ արդեն դանակը ոսկորին է, ցավոք սրտի դեպքերը այսպիսի ավելի շատ են։ Մենք ունենք այդ խնդիրը բոլորս, որ միջև չի հասնում գագաթնակետին, չենք դիմում բժշկի։ Տիկին Հակոբյան, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք իմ հրավերը, եկաք, զրուցեցինք շատ հետաքրքիր թեմաներից։ Քանի որ շուտով ամանոր է, մեր գործընկերը Կինեագինին նվեր է պատրաստել մեր հյուրերի համար։ Ուզում սիրով սա ձեզ նվիրել, սա բավականին հետաքրքիր համեղ գինի է,
խանութներում շատ չկա, պատրաստվում է Դիլիջանի Աղավնավան գյուղում, այնպես որ նոր տարին գուցե դրանով շնորհավորեք։ Շատ շնորհակալ եմ, ճիշտ ասած, ես էլ չէի հանդիպել, երևի թե նոր Շատ բացառիկ է, քիչ արտադրությամբ, այնպես որ փորձեք։ Շատ շնորհակալ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եւս շնորհակալ եմ, առիթից օգտվեմ եւ շնորհավորեմ մեր ժողովրդի նոր տարին, ցանկանամ, որ միշտ խաղաղ լինենք, երբեք մեր երկինքը չխաթարվի որևէ աղմուկով, որևէ մոր աչքերում այլևս արցունք չտեսնենք եւ բոլորս թող լինենք ամուր, պինդ, իրար հետ կապնված, իրար պինդ բռնած, ընտանիքներն էլ ամուր։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվել Տաբուի YouTube-յան ալիքին, կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեագինին։ Այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի։ Համտեսիր Կինեան։ Զգա գինու հոգի։